Շնորհակալություն հարցադրման համար, պարոն Մինասյան, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը պահպանելու է եւ ներկայումս էլ պահպանում է հասարակական կարգ եւ անվտանգություն այնտեղ, որտեղ որ պետք է պահպանի։ Եվ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքին է խոսքս վերաբերում, ընդ որում առանց որևէ խտրականության։ Շատ հաճախ քննադատություններ են հնչում, որ այս պատարագի դեպքում պահպանվում է, այն պատարագի դեպքում չի պահպանվում եւ այսպես շարունակ։ Այն բոլոր տեղերում, որտեղ որ հասարակական կարգի եւ անվտանգության պահպանման հարց ունի, ոստիկանությունը շարունակելու է իրականացնել ոչ թե ինչ-որ մեկի քմահաճույքից ելնելով կամ ինչ-որ մեկի քննադատությունից ելնելով հասարակական կարգն ու անվտանգությունը, այլ կա օրենք, ոստիկանության առջև հստակ դրված է հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման ֆունկցիա, այդ ֆունկցիան իրականացվելու է անկախ նրանից դա ինչ-որ մեկին դուր է գալիս, թե ինչ-որ մեկին դուր չի գալիս։ Այս հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման շրջանակներում, եթե մենք գնահատում ենք, որ կան խախտումներ, դրանց տրվում է համապատասխան գնահատական։ Ընդ որում մամուլում այո, տարբեր իրավիճակների շրջանակներում տարբեր գնահատականներ են տրվում, այս մեկը հանցագործություն է կատարել, որևէ ռեակցիա չկա եւ այսպես շարունակ, ես վստահեցնում եմ, որ ցանկացած միջադեպ դառնում է քննության առարկա եւ կրկին անկախ նրանից որևէ մեկի դուրը կգա, թե որևէ մեկի դուրը չի գա, եթե չկա հանցագործության տար, այդ դեպքին ընթացք չի տրվում օրենքով սահմանված կարգով բնականաբար։ Արձագանք։ Տիկին Սարգսյան, համայնքի ղեկավարը հրահանգում է, որ եկեղեցու քահանան չպետք է մտնի եկեղեցի։ Ոստիկանությունը կանգնած այնտեղ ապահովում է հրահանգի կատարումը, քահանային չեն թողում մտնի եկեղեցի։ Դուք դա համարում եք որևէ մեկին դուր գալ կամ չգալ, թե օրենքի ուղիղ խախտում են ոստիկանների կողմից, որոնք ակնհայտ անգործություն են ցուցաբերում, կամ որոնք օժանդակում են հենց իրավախախտին իր իրավախախտումը ավարտին հասցնելու հարցում։ Իդեպ ոնց եք էլի դուք հիմա այդ ամբիոնից ասում, որ այնտեղ որտեղ պետք է, ով է որոշում որտեղ է պետք։ Եկեղեցին դիմում է ձեզ, ասում է, որ հնարավոր խժդժություններ են լինելու, հնարավոր անկարգություններ են լինելու։ Խնդրում ենք ներկա եղեք եւ ապահովեք, որպեսզի ծիսակատարությունը պատշաճ ընթացք ունենա։ Դուք ընթացքավորում եք Հայ առաքելական Սուրբ եկեղեցու կոնկրետ սրբազանի դիմումին։ Պարոն Մինասյան, այո, ընթացքավորել ենք։ Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչ կողմից ունեցել ենք դիմում, որտեղ որ ներկայացուցիչը բողոքել է ոստիկանության անգործությունից։ Վերադաս վարչարության շրջանակներում ես անդրադարձել եմ այդ բողոքին եւ դրանում կա հստակ եզրահանգում, որ ներքին գործերի նախարարության ոստիկանության տեսանկյունից կարևոր է ապահովել կրոնի ազատության սահմանադրական իրավունքը եւ այդտեղ գտնվող հավատացյալների տեսանկյունից մենք չէ որ պետք է որոշենք արդյոք հավատավորները կոնկրետ քահանային ուզում են տեսնել եկեղեցու կոնկրետ միջոցառմանը թե ոչ։ Մենք երաշխավորել ենք թե այնտեղ գտնվող հոգևորականի կողմից ծեսի կատարումը եւ թե հավատավորների կողմից այնտեղ իրենց կրոնական ազատությունը իրականացնելու իրավունքը։ Տվյալ պահին ոստիկանության կողմից որևէ անգործություն չի դրսևորվել, հակառակը ոստիկանությունը տեղում է եղել ապահովելու համար հասարակական կարգն ու անվտանգությունը, թույլ չտալու սադրանքներ եկեղեցում կամ եկեղեցու տարածքում եւ ցանկացած իրավիճակում, երբ որ մենք ունեցել ենք օպերատիվ տվյալ կամ այլ ազդակներ, որոնք վկայել են, որ այո, կարող է լինել տարբեր խժդժություններ կամ տարբեր սադրանքներ, ոստիկանությունը եղել է տեղում թույլ չտալու նմանատիպ պրոցեսները։ Ոստիկանությունը շարունակելու է նույն գործելավոճով ապահովելու հասարակական կարգն ու անվտանգությունը, թե եկեղեցի Այդ թվի մեջ ներառել եք մարտի 1-ի զոհերը։ Այդ թվի մեջ ներառել եք ձեր կուսակցական Պողոս Պողոսյանին։ Հա, այդ 90 քանիս թիվ ասեցիք։ Այդ 92-ի մեջ է, թե չէ։ Եկեք կամ սխ ժողովրդավարությունից եք խոսում։ Հենց նոր
Մարտի 1-ի մասին խոսեցի։ Դա ժողովրդավարության, ձեր առաջին համարի ժողովրդավարության բանն է, անձնագիրն է։ Մարտի 1-ին Երևանի կենտրոնում գնդակահարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Այստեղ եկել եք տարբեր ՀԿ-ների հեղինակությունից եք խոսում, ցեղասպանության ձեր բերած այդ հայտարարության տեքստի ժամանակ։ Բա միեդի վճիռներից չեք ուզում խոսել։ Միեդի որոշումներից, արձանագրումներից չեք ուզում խոսել։ Բա միեդը արձանագրեց։ Ասաց 2008 թվականին պետությունն է սպանել։ Այդ ժամանակ պետության առաջին գլուխն ով էր։ Ձեր սիրելի առաջին համարը, որը իդեպ այդպես էլ չդարձավ ձեր կուսակցական, այդքան լավ կուսակցություն եք, բայց ձեր կնքահայրն է իդեպ։ Երեք ամբողջ օրը այդպես ստացվեց, որ նվիրվեց կանանց դերի առաջ խաղացմանը, մեր քննարկումը, եւ գիտեք, երբ կանանց առաջ խաղացման այդ ամբողջ բովանդակությունը պղծվում, երբ որ ինչ-որ կին քաղաքական գործիչ գալիս է ու կանգնում է այստեղ բացարձակ ստեր է խոսում։ Օրինակ ինչ-որ կին կանգնում ասում է, որ օրինակ մեր ԱՄՆ դեսպանը տապալել է, բայց մարդը ձեր բաների թիմակիցների բնորոշած բանը չի, խորը անասունը չի։ Ինքը գիտակցում է, տեսնում է եւ ինքնուրույն կարողանում է հասկանալ, դա տապալած քաղաքականություն է, թե չէ։ Երբ որ ինչ-որ մի կին գալիս կանգնում է ու ասում է, որ մեր արտաքին գործերի նախարարը տապալել է ամեն ինչ։ Գալիս կանգնում ու ասում է, որ պաշտպանության նախարարը տապալել է ամեն ինչ, բայց ինքնուրույն նայում է ու այդ տարբերությունը տեսնում է։ Կամ Տիկին Գալստյանի դեպ դուք երևի այս դահլիճի ամենափորձառու կինն եք, քաղաքական գործիչ, եւ ես չեմ պատկերացնում, որ դուք չեք գիտակցում, ուղղակի միամիտ է ստացվում, որ գալիս եք ու այս ամբիոնից ադրբեջանական նարատիվներ եք խոսում։ Ամբողջ ձեր ելույթը ծայրից ծայր Ադրբեջանի քարոզչություններ։ Դրա համար ասում եք այսպես կոչված խաղաղություն, բայց Զանգեզուրի միջանցք։ Այսպես կոչված խաղաղություն, բայց ձեր թիմակիցը տեղանք որպես բնորոշում էր Արևմտյան Ադրբեջան։ Կամ դարակազմիկ խաղաղության փլուզում, բայց Ալիևի ելույթի ցիտում եւ այլն։ Ես չեմ հավատում, որ դուք միամիտ եք ստացվում։ Դա ուղիղ ադրբեջանական նարատիվների հրապարակում էր 10 րոպեանոց այս ամբիոնից։ Ու դրա մասին ճիշտ կլինի, որ այլ կին քաղաքական գործիչներ հատկապես արձանագրեն, որպեսզի կանանց դերի առաջ խաղացումը չպղծվի Հայաստանում այդ քաղաքականությունը։ Կամ ասում եք Հայաստանը դիրքավորվել է որպես օկուպանտ։ Կամ Տիկին Աննա Գրիգորյան ասում եք, եթե բան չես, ընդդիմադիր ես, հետապնդվում ես, դուք բավարար ընդդիմադիր չեք։ Դուք բացարձակ ընդդիմադիր չեք։ Երևի դա նրանից է, որ ինչ-որ մի փուլում եղել եք մեր կուսակցության, չգիտեմ որ երրորդ համարը։ Այստեղ երրորդն եք կարծեմ։ Դուք բավարար ընդդիմադիր չեք ու ձեր ֆրակցիայում նստած այն падգամավորները, որոնք չեն հետապնդվում, բավարար ընդդիմադիր չեն։ Կարելի է դրանից բան անել, եզրակացություն անել։ Բայց այս անգամ Գառնիկ Դանիելյանի ելույթից ճիշտն ասած հիասթափված եմ, որովհետև ես ավելին էի սպասում։ Մի պահ արդեն չէի կարողանում լսել, միակ արձանագրումն ուզում եմ անել, որ ձեր մեքենան տարեք մի հատ նայողի մոտ, արգելակները թող ստուգեն, դրա մեջ ինչ-որ մեղադրանքներ փնտրելուց առաջ։ Մեկ էլ այդ, որ գալիս եք մեզ մեղադրում եք, որ մենք ձեզ մեղադրում ենք, որ ձեր պաշտպանյալ Գյումրիում ձեր հավաքական ընդդիմադիր առաջին համարի չեք քննադատում, մեզ մի քննադատեք, մի հատ ամեն ինչին արձագանքում եք, մի հատ արձագանքեք, Բա չեք տեսնում ինչ է խոսում։ Բա չեք տեսնում, որ ասում է կամ միութենական պետություն, կամ թուրքահապատակ շան տղա։ Դա մեզ չի վերաբերում։ Դա վերաբերում է իրեն, ընտրած մարդկանց։ Այն մարդիկ, որոնք չեն ընտրել Վարդանիկ, չեն աջակցել Վարդանիկին, այս երկխոսությունից դուրս են։ Դա ձեր ինտիմն է, այսպես ասած։ Ձեր եւ Վարդանիկի խոսակցությունն է։ Ու եթե չեք արձագանքում, ուրեմն լուր համաձայն եք, միայն այս կարող եմ ասել։ Մեկ էլ բանը, ինչ վերաբերում է Քրիստինե Վարդանյանի ասած պետականության դեմ ինչ-որ գործողությունների, դրա նաև լավագույն
ցուցիչը, լավագույն ապացույցը ձեր 004 շրջաբերականն է, որի հետ կապված ձեր ֆրակցիայի քարտուղարը հանրայինի եթերում պարզ ասեց, որ դա